Բարի երեկո, եթերում այլ ոճով հաղորդումն է։ Այսօր ունենք շատ հետաքրքիր մասնակից եւ իսկապես ես շատ երկար եմ մտածել, թե ինչ ոճով պետք է գնամ նրա հետ ծանոթանալու։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ ես խուսափել եմ միշտ կենթանական պրինտերից, բայց այսօր ես կգնամ այդ ռիսկին։ Տեխնիկական խնդիրներ, մոռացել եմ։ Դե ինչ, պետք է խոստովանեմ, որ փորձում եմ հետ չմնալ նորաձևության վերջին միտումներից։ Մի րոպե։ Ես պատրաստ եմ։ Գնացի։ Տարիներ առաջ նա Գվինեայից եկավ Հայաստան եւ որոշեց մնալ այստեղ։ Արդեն 10 տարի Սեկուն համատեղում է երկարվեստն ու մոդելինգը։ Այսօր իրականացնելու ենք Սեկուի կերպարանափոխությունը, ստեղծելով նրա համար բեմական հետաքրքիր կերպար։ Բարև ձեզ, իմ անունը Սեկու, ազգանուն Կոնդեյ, երկար ժամանակ արդեն ճանաչում եմ Հայաստան ու շատ հավանում եմ, հանգիստ երկիր է, ստե աշխատում եմ, երգում եմ, մեկան տաբերտերը։ Ես մոդելինգը շատ սիրում եմ եւ փոճուր եմ, շատ եմ հավանել։ Ես սիրում եմ տաբել ստայլը, իմ մոտ ոնց որ մի քիչ հիվանդություն լինի, ես ամեն օր սիրում եմ տազա բան, նորություն բաներ, այսօր կարամ հիփ-հոփ, մյուսը ավելի օվերսայվ, հետո չգիտեմ, խալ։ Կլասիկ կյանքում մի երկու անգամ այրել, որ ակել եմ բեմի վրա, ես բեմի վրա ավելի շատ հիփ-հոփ եմ։ Ես ուզում եմ մեր ստիլիստը Սեդա ինձ օգնի մի հատ հետաքրքիր բան ստանամ, որ ես չէի սպասում եմ Սեդա ջան։ Let's go։ Ողջույն Սեկու, ինչպե՞ս ես։ Բարև ձեզ, լավ եմ, դու ո՞նց եք։ Լավ եմ, շնորհակալություն, շատ հաճելի է ծանոթանալ, բայց նաև շատ հետաքրքիր է, թե ինչպես եկար Հայաստան, ինչը ստիպեց քեզ հաստատվել այստեղ, կազմել ընտանիք եւ ապագայի պլաններ։ Վաու, Հայաստանն եկել եմ անսպասելի։ Պետք է ես գնամ ավելի շատ Իսպանիա, որ մի հատ Կարական ունա Ալմերիա, քաղաքը պետք է գնալ։ Ես կանի որ գործի էի գիշերը, ինգերա ինձ զանգի, մի հատ ընկերը զանգահարեց գիշերով մանկության տարիների, որ երկար ժամանակ չենք տեսել, ասեցի կարող է մի հատ Հայաստան գա, Արմենիա գա, ես լսել եմ Արմերիա։ Ես չգիտեի Հայաստան մասի, հետո ինքը որ ասեցի կարաս գաս, ես կլոբում էի, երգում էի, լավ չէի լսում։ Ասեցի օքեյ, հետո կխոսան, օքեյ, ես քեզ համաձայնությունը տվեցիր։ Ես ասեցի օքեյ, ինքը գիտի հա, օքեյ, ես պատրաստ եմ գամ։ Ինքը ֆուտբոլիստ ուժե ֆուտբոլիստ է, Ֆրանսիայից եկել է Հայաստան։ Առավոտ զատնում եմ Տոմ Սաուրակի, երբ եմ գալու հենա, ես եմ պատրաստ գալիս եմ Ալմերիա։ Չեմ գալու Արմենիա։ Այստեղ սկսա։ Հետո ինչպես որոշեցիր, որ այստեղ պետք է ապագայի հետ պլաններ ունենալ։ Ճիշտ ասել եմ, որ եկել էի սկզբիտը շատ դժվար է իմ մամա, ոչ բան չի հասկանում։ Ես ավելի շատ ֆրանսերեն եմ խոսում։ Ու գնում ենք պետք է 99% հայերեն խոսակ։ Հետո մի շաբաթ, երկու շաբաթ, ուրեմն որոշել եմ հետ գնալ։ Մի կերպ հետ գնալը ես մտել եմ մի հատ ռեստորան, միշտ իր հետ են գնում հատ ուտելը։ Մի հատ աղջիկ տեսել եմ հետը, որ իր հետ կապ ունեցել ենք, խոսում ենք, սկսել եմ սիրեմ իրան, ու ցես գնացել եմ։ Բայց որ գնացել եմ, էլի իր հետ խոսում ենք։ Հիմա իր հետ ինչքան սկսել եմ սրֆենք, սկսել եմ իրան սիրեմ, ու այդ երկրորդ անգամ որոշել եմ Հայաստան, ասենք իր համար եմ եկել, չեմ եկել այդեն sense վիճակը։ Սերն է կապել։ Դասեմ։ Իսկ ինչպես է սկսել հետաքրքրվել նորաձևությամբ, ինչն է ոգեշնչել քեզ զբաղվել մոդելինգով։ Վաու, ես փոքր ժամանակ մեր խարախում, մեր փողոց հիփ-հոփ շատ մոդել է, ինգեների ունեն, որ շատ լավ էի, ռեփ կարծում, հագնվում, ու ես ավելի շատ սիրել եմ իմ մեծ աղբեր ինգեների հետ, որովհետև շատ լավ են հագնել, ամեն անգամ գալիս են տնում եմ, ասում եմ աղբեր, այդ քո ինգերը բոմբա լավ հագնում,
Ուսես մեկ ինձ տանում են իրանք այդ պարտիները, կոլոբները, փոչուր էի, բայց սիրել էի։ Այդ այսօր այստեղ Հայաստանում գործունեություն ծավալում ես որպես մոդել։ Ճիշտ ասելու մոդելը չէ։ Չէ, ճիշտ ասելու չէ։ Ես սկզբից որ եկել եմ, մի քանի անգամ կանչել են նկարելու, բայց իսկական։ Սեկու պետք է անպայման ասեմ, բրավո, շատ հրաշալի ձևով խոսում ես հայերեն։ Merci beaucoup։ Շատ դժվար, բայց merci։ Կուզենայի ասել ֆրանսերենով ինչ-որ մի բան, բայց չգիտեմ։ De rien։ Դղիեն։ Խնդրեմ։ Իսկ ինչպես որոշեցիր զբաղվել երգով։ Երկելը փոչուր ժամանակ եմ ասում, մեր կարակում որ երեքեք սա երազում են։ Նորաձևությունը երգը շատ պոպուլար էր։ 50 Cent-ների ժամանակ, այդ Nelly ժամանակ, այդ երասություն տակը սկսել ենք սիրենք ու ես ավելի շատ սիրում եմ ռեգեյ, Bob Marley-ի։ Իհարկե, բոլորը գիտեն։ Այո, Bob Marley-ի երգը շատ եմ սիրում, որ երազում է իր մազերը նմանուն են։ Այդ մոմենտը կասետների կա, չէ՞, ռադիոյով դնում ես կասետ բանով, քաշում են գնում են գրքի Bob Marley նման լինեի։ Սեկու հիմնականում ներկայանում ես рэփերի կերպարով, հետաքրքիր է ով է քո ամենասիրելի рэփերը եւ ում ոճն է քեզ դուր գալիս։ Շատ կա, շատ։ Փորձենք մի քանիսին նշել։ Սկսելա Tupac, то Ալսինգ 50 Cent, Snoop Dogg, շատ կա։ Իսկ ում ոճն է ավելի շատ քեզ դուր գալիս։ Wow. Tupac։ Ես ճիշտ է ինքը երկար ժամանակ չի ապրեի, բայց եւ ես փոչորեի իրան բանը շատ են այոն ու մի քիչ հիմա ասենք ինչ ստայլը մեջ էլա մի քիչ հիմա ստայլը կարել եւ ոսո նորից գա այդ նույն ստայլը այսինքն հինը վերադառնում է ոսո լավ որակով է չի ընկնում միշտ մնացել է իսկ ո՞րն է ավելի հոգեհարազատ երգը թե մոդելինգը երգը միանշանակ չէ կներես ես կասեմ իր հետ ես իմ ամա իր հետ են որովհետեւ ես ովատ ակնեմ կյանքում չեմ կանգնեմ բեմի երկում Այսինքն բեմական կերպարների համար դու պատրաստ ես շատ կտրուկ փոփոխությունների միլիոն տոկոս բեմական կերպարները շատ կարևոր են արդեն իսկ հասկանալի է քեզ իսկ ինչ փոփոխությունների ես պատրաստ այդ բեմական կերպարների համար Շատ իսկ ինչը երբեք չես անի չես համաձայնվի Կա այդպիսի բան Օրինակ մազի հետ կապված Մազերը չէ ես խնդրեմ չունեմ մազերը միշտ ստայլը սիրում եմ փոխությունը սպիտակ տակ գույնավոր ոչ մի ինձ չի կանգնալու Բաց այս բոլոր փոփոխություններին սա ամենակարևորն է եւ ես համոզված եմ վերջում մենք տեսնելու ենք շատ հետաքրքիր կերպար Սեկու 100% Hip-hop, casual, սրանք Սեկուի նախընտրած ոճերն են։ Նա չի սիրում ընդգծված դասական ոճը եւ նրա բեմական կերպարը ստանալու համար մեզ հարկավոր են համարձակ լուծումներ։ Սեկուի կերպարանափոխությունը այսօր կիրականացնեն ոճաբան դիզայներ Սեդա Մանոկյանը եւ ոճաբան վարսահարդար Ջեք Թեքեյանը։ Ողջույն։ Ողջույն։ Բացի մասնագիտություն լինելուց, երևի տարերքն է իմ տղամարդկանց նկարները։ Ահա տղամարդկանց հագուստի ոճով զբաղվել է, այսպես ասեմ։ Սեկուին ճանաչում եմ վաղուց, որովհետև առաջին մեր ֆոտոշութերը արել ենք հենց նրա հետ։ Բավականին լավ եմ ճանաչում, որպես բնավորություն, այսպես ասած։ Լիքը բաներ ինքը փորձում է իր ձևով, իր պատկերացմամբ ներկայացնի իր ոճը, բայց քանի որ ռեպի հետ խաղ ունենք, այսպես ասած գործ ունենք, փորձել եմ մի փոքր իր այդ casual վիճակից իրեն հանեմ դեպի դասական, օգտագործելու ենք դասական էլեմենտներ, բայց քանի որ ել են կրկնում, որ դա հիփ-հոփն է, ռեպն է, բնականաբար չի կարող լինել հենց դասական կլասիկան։ Դրա համար փորձելու եմ խաղալ դասական դետալների հետ, դա կլինի վերնաշապիկի տեսքով, կոշիկները, որովհետև ամբողջ կերպարը չեմ կարող կոստյումով ներկայացնել նրան։ Ռեպերի կերպարից շատ ենք շեղվելու։ Չենք շեղվելու։ Չենք շեղվելու։ Ջեք, ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ Սեկուի սանրվածքը լինելու է նրա կերպարի, այսպես ասենք, առանձնահատկությունը։ Այո, որտեղ իր կերպարը արդեն ինքն իրեն խոսում է։ Պատմում է իր մասին։ Պատմում է իր մասին, չենք գրնալ իր մի ավելի դեսք տալ, այսինքն
Պիտի մնանք իր շարքի մեջ, իր գեցվածքի մեջ։ Դե Սեդան ոճի մասին մի փոքր պատմեց, եւ ըստ այդ ոճի ինչ ենք պատկերացնում սանրվածքի հետ, ինչ փոփոխություններ պատկերացնում իրեն իր գերբարեն դուրս հանենք, սիստեմը փոխեմ, ոճը փոխեմ, մի քիչ մազի սիստեմը ավելի բացեմ, որ ինք ավելի բաց երանգներ լինելու ենք, տեսնելու ենք, հա։ Ես կարծում եմ ինչքան էլ փոփոխվի տղամարդը, պետք է իր տղամարդկայնությունը պահվի, հա, ինչքան նորաձև է, դետալներ են, աքսեսուարներ են, խնամված տղամարդն է նաև նորաձև, ամեն դեպքում տղամարդը պետք է մնա տղամարդ։ Լավ, ինչ գույներ ես պատկերացնում։ Սևը արդեն իսկ գիտենք, որ քո ամենասիրելի գույնն է, բայց համոզված եմ, որ կմիքսես նաև մեկ այլ ուրիշ գույն։ Հաստատ կմիքսեմ, բայց ասեմ ամեն կերպար, ամեն մարդ ունի իր գունային տիպերը, հա։ Այս դեպքում քանի որ մենք տենց խնդիր չունենք, փորձելու եմ ավելի տաք երանգների մեջ։ Սառը երանգները նրան չի սազելու։ Մի կերպարը լինելու է այս շորտով, քանի որ չեմ ուզում իր կերպարից դուրս գամ, մյուսը ավելի տենց կձգենք կերպարը, այսպես ասած, արհեստականորեն կձգենք։ Իր կարծիքը հաշվի առնելով յուրաքանչյուր հարցում։ Հետաքրքիր է, Սեկուին պատկերացնում եք рэփերի եւ հիփ-հոփի կերպարից դուրս։ Ես պատկերացրել եմ արդեն իմ նկարահանումների ֆոտոշութերի ժամանակ։ Եվ ինչ կերպարով էր նա ներկայանում, որովհետեւ ամբողջությամբ դասական։ Բայց չէ որ դասական չի սիրում։ Չի սիրում, բայց ինքը աշխատում է որպես մոդել։ Այդ իսկ պատճառով։ Բայց նորեն ալիսազի, այսին դասական։ Ափսոս այդ լուսանկարներից այստեղ չունենք, որովհետեւ նույնիսկ չեմ պատկերացնում այլ ոճով նրան։ Ամբողջությամբ դասականի մեջ էր, նույնիսկ կոշիկներ, ամբողջությամբ պատկերացրեք ինքը, ասենց ասեմ, իհարկե կոմֆորտ չի, հա, բայց որպես մոդել բնականաբար նա աշխատում է։ Եթե որպես մոդել աշխատում ես, արդեն իսկ պետքա գրես այն հագուստը, ինչ առաջարկում է դիզայները։ Իսկ այլ ոճով հաղորդմանը մասնակցելուց այնուամենայնիվ պետք է պահենք նաև իր նախասիրություններն ու նախընտրությունները։ Այսօր միայն ոճաբանի եւ ոճաբան վարչահարդարի միջոցով պետք է ստանանք այդ կերպարանափոխությունը, առաջին անգամ է, որ տղամարդու հետ գործ ունենք, որովհետեւ կանանց հետ նաև կա դիմահարդար եւ այդպես շատ ավելի վառ արտահայտիչ է լինում կերպարանափոխությունը, բայց այս դեպքում երկուսը տեք։ Այո, կանանց դեպքում էլ ավելի հեշտ է։ Փոքրիկ սկապ, չգիտեմ, հետաքրքիր մեծ բանտեր, դա արդեն իսկ փոխում է։ Իսկ տղամարդունը մի փոքր ավելի պետք է զուսպ լինի, ցույց տալով իր հոգեբանությունը, իր կերպարը եւ իր նախասիրությունները։ Ջեքի հետ շատ հեշտ է աշխատելը, որովհետև կես բառից հասկանում ենք, նույնիսկ քննարկումների ժամանակ ես սիրում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ իր մասով է աշխատում, իսկ Ջեքի հետ քննարկումից ես ուղղակի թեթև ակնարկ արեցի, որ կտրուկ փոփոխություն պետք է անենք մազերի հետ, ասեց օքեյ, ու էլ ես ոչ մի այդ հարցում չեմ փորձում խառնել, որովհետև վստահ եմ, էլ ավելի լավ է լինելու։ Այսինքն այն որոշեցինք միասին նստենք ու գդրուկ, այսինքն փոփոխություն անենք, հյուսքերը ուզում ենք կանթել, սա հանել ու մազերը գդրենք ու քույները փոխենք։ Տղամարդկանց զգեստապահարանն ունի իր առանձնահատկությունները, իսկ երբ խոսքը գնում է рэփերի կերպարի մասին, այդ ժամանակ հագուստը դառնում է ինքնաարտահայտման միջոց։ Այսօր ոճաբան դիզայներ Սեդա Մանուկյանի հետ միասին կքննարկենք, թե ինչ են պատմում Սեկուի հագուստները իր մասին։ Հիփ-հոփ կամ рэփերի կերպարին շատ համահունչ են աքսեսուարները։ Ակնոց, շղթա, գլխարկ, այօրինակ որ աքսեսուարը նրան ավելի կհամապատասխանի Սեդա։ Շղթան կա, ակնոցը կա, բնականաբար բանդանայի տեսքով պետք է ունենանք նաև տենց, գլխարկը փոխարինում ենք։ Ոչ, գլխարկի տակից կապված լինի բանդանան, անպայման փոքրիկ ադամանդյա ականջողը, դա full look-ն է տալիս, հենց рэփերի։ Դու լավ ուսումնասիրել ես рэփերի կերպարը։ Լավ, իսկ հագուստը ինչ է պատմում Սեկուի մասին։ Այս պահին տեսնում եմ շատ վառ գույներ, շատ վառ երանգներ, բայց ես փորձելու եմ ամեն դեպքում իմ սիրելի գույնի մեջ նրան կերպարանափոխել։ Եվ ո՞րն է քո սիրելի գույնը Սեդա։ Բնականաբար սևը։ Դու համաձայն ես, այս վառ գույներից հետո միանգամից սև կերպարով։ Ես էլ շատ եմ սիրում սև։ Համաձայն եմ, Շատ լավ եք հասկանում, այո։ Որն է ամենակարևոր խորհուրդը, որ մեզ հարկավոր է գնումների ժամանակ։ Փորձելու եմ այսօր իր բեմական կերպարը
հենց ստեղծել իր համար։ Պետք է լինի Սեկուն, որտեղ Սեկուն շատ դրայվով տղա է, շատ sense էներգիայով ու բնավորությունը անպայման պետք է ընդգծել, որովհետև այստեղ զգեստապահարանում շատ առօրյա հագուստ է, իսկ մեզ հարկավոր է բեմական կերպար է պետք ստանալ։ Այո։ Ես հետ եմ սպասում իրանից։ Ինքն էլ քեզանից։ Այո։ Սեդա արդյոք Սեկոյի առօրյա զգեստապահարանում կան հագուստներ, որոնք կարելի է օգտագործել այդ բեմական կերպարը ստանալու համար։ Ես արդեն ֆիքսել եմ երկու սևերը, իմ սիրելի։ Այստեղ տեսնում եմ, վերցնում ենք սևը։ Պիջակ կիմանո, հա, տարբերակը եւ բնականաբար կաշվե տաբատը շատ հիանալի համադրություն է։ Իհարկե, եթե սպիտակ թիշերտ ունենանք այստեղ, արդեն սև ակնոցներ, հետաքրքիր ինչ-որ արծաթյա վզնոց, բնականաբար շատ սիրուն կարա լինի այս լուքը, այսպես, բայց, օքեյ, սա որպես օգտագործենք տենց բեմական, բայց այստեղ տեսնում եմ հագուստներ, որ իրականում բեմական չեն, առօրյայում բնականաբար կարող են կրել։ Ես փորձում եմ գույն մտցնել, բայց չստացվում ինձ մոտ, ես հասկանում եմ, լավ, սև ու սպիտակ։ Շատ լավն է, շատ լավն է։ Ես մի հատ հետաքրքիր բրոշ կամ ինչ-որ շարֆով իրան հետաքրքիր կամ բանդանայով։ Չենք մոռանում ռեփերի կերպարի մասին։ Շորտերն է շատ դուրս գալիս։ Կաշվե իրերը կարծես թե գերակշռում են։ Շատ ողջունելի է, որ էկո կաշին է օգտագործել, որ բնականաբար կենթանական աշխարհը այդքան չվնասենք։ Ապրի Սեկուն։ Ես կարծում եմ մենք պատրաստ ենք գնումների։ Let's go։ Let's go։ Գնացինք։ Քանի որ արդեն տեսանք Սեկոյի զգեստապահարանը, ես կարծում եմ, ինչ ուներ զգեստապահարանում, այստեղ առաջարկվող մեր խանութներից էր, այսինքն basic ինչ-որ հագուստ էր, այս basic տարբերակից դուրս գալու համար շատ նորաձև են բազմաշերտ հագուստները, դա կլինի շապիկի վրայից վերնաշապիկ, հետո պիջակ, քանի որ մենք լավ ընկերներ ենք, ես վստահ եմ, որ Սեկուն իմ խորհուրդը կընդունի եւ կավելացնի իր զգեստապահարանը հետաքրքիր աքսեսուարներով։ Սեդա ինձ ավելի լավ բաներ առաջարկեց, որ ես միշտ ուզում եմ անեմ, լավ է, որ իրա հանդիպել եմ, որովհետեւ շուտ բանից ճանաչում եմ իրա։ Ես սիրում եմ իրան հետ աշխատել, որովհետև ինքը լավ բանել է առաջարկում ու իրա ասած արգում եմ ու ուզում եմ տենամ։ Սեդա, Սեկու, վստահ եմ, որ շատ հետաքրքիր լուծումներ ենք ունենալու։ Մեզ հարկավոր է հավաքել երկու կերպար, որը լավագույնս կներկայացնի Սեկուի բեմական կերպարը։ Ձեզ մաղթում եմ հաջողություն եւ անհամբերությամբ սպասում եմ վերջնական կերպարանափոխությանը։ Մենք տեսնում ենք արդեն, որ հիանալի ոճային տղա ունենք, ինքը արդեն իսկ այդ cool style-ի մեջ, հա։ Սեկուն իսկապես համաձայն է կտրուկ փոփոխությունների։ Այո, ինձ հետաքրքիր է։ Հետաքրքիր է, պատրաստ է Սեկու։ Պատկերացնում ես մեզ ինչ հետաքրքիր է լինելու։ Չէ, բայց սպասում։ Չէ, դե գնացինք։ Let's go։ Տղամարդկանց հագուստի որոշ բաղադրիչներ հրաշալի լրացնում են կանանց հագուստը, դարձնելով ավելի հետաքրքիր եւ ոճային։ Ես արդեն ունեմ նախընտրած հագուստ եւ քիչ անց միասին կկազմենք հետաքրքիր համադրություններ։ Սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, սա պրակտիկ համադրություն է եւ գրեթե միշտ ճիշտ ընտրություն։ Տպավորությունը միանգամից փոխվում է, երբ ավելացնում ենք սև ժիլետ եւ փողկապ։ Իսկ oversize պիջակն ամբողջական ու վստահ տեսք է հաղորդում կերպարին։ Վերջ, ես պատրաստ եմ գործնական հանդիպման։ Շատ եմ սիրում։ Սպիտակ սիրում ես։ Այո։ Սիրում աքսեսուարներ, արդեն տեսնում եք, ակնոց, վզնոց։ Իսկ դու սիրում ես ավելի շատ oversize, թե ինչ-որ տեն slim լինի, շատ վստահ։ Oversize։ Դա այդ Just make it clap. Just make it clap. Ես կարծում եմ Սեկուն պետք է ավելի որպես ոչ ընտրի բեյս։
մենք ստացել ենք ինչ ուզել ենք, որովհետև շատ ենք մանգալ մոլների մեջ է, տենանք ինչ կարա օրինակ մեր ուզած։ Մի բան պակաս այր է, սեդա որոշել է իրան կողմ սարքի, որ ավելասրա, որ ավելի լավ բան ստանան։ Ինչ որ ստացվել ենք, թույն բան կլինի հաստատ։ Քանի որ խանութներում տարբերակները շատ բազմազան են, բայց նաև շատ քիչ են բեմական հագուստ ընտրելու համար տարբերակները, փորձեցինք Սեկուի հետ ավելի խաղարկային տարբերակով ինչ-որ հետաքրքիր լուքեր ընտրել, շատ հիանալի անցավ, բնականաբար, բայց Սեկուն ամեն դեպքում գնում էր իր հին ոճին։ Հիանալի 2 լուք ենք ստացել, շուտով կտեսնեք։ Ինչ ես մտածում, ինչ անենք։ Ես ուզում եմ որպես պրոֆեսիոնալ դուք մի հատ հետաքրքիր բան անեք, որ ես ուզել եմ միշտ գույնավոր, չի ստացվի, ուզում եմ։ Եթե կարաս ասես հետաքրքիր բան անես։ Լալիկ բան չկա, գարանք ամենասիրով, ամենաքեղեցիկը։ Okay։ Բայց առաջինը պետք է այս հյուսկերդ կանտենք, Okay։ վերացնենք։ Մազդ մի քիչ ընդհանուր գարջացնենք, բայց ոչ շատ գարջ։ Ուզում եմ այս մասը ավելի գարջնել ու մնացածը թողենք անագնալ։ Let's go։ Լավ, երկար մազ ունես։ Գիտես քանի տարի կա մանզարեցի։ 10 տարի մանզար։ 10 տարի, արդեն։ Մեր մանզարը ուշ հաճում։ Բայց մի բան ասեմ, եթե որ հիմա քույներու խնդիրը անենք, պետք է հետևես իրեն շատ լավ, որտեվ գումազիտ դեսակը մի քիչ ուրիշ սևի է, ավելի փարակ է, պետք է ադոր համար մի քիչ ավելի խնամք տաս։ Մենք համաձայնեցանք արդեն Սևուի հետ, որ քույնի փոփոխություն ունենք, որ ասեցինք ինչ քույն ենք անելու, ինքը համաձայնեցավ ու շատ ուրախ եղավ։ Եկի հետ խոսացի, եկի լավ բաներ առաջարկի։ Ուզում եմ տենամ, որոշելա գույնավոր լինի մանզերը։ Ես էլ եմ ուզում եմ այդ գույնավոր տենամ ոնց ստացվելու, որովհետև ես երել եմ փորձել եմ նո չի ստացվի, բայց ինձ ասելա 100% կստացվի, արի փորձենք, ասեցի okay bro, let's go։ Սեդա շատ հետաքրքիր կերպարանափոխություն է ստացվել, պատմիր ինչ դժվարություններ եւ առավելություններ ուներ քեզ համար այս աշխատանքը եւ ի վերջո ստացար այն կերպարը, ինչ ի սկզբանե որոշել էիր։ Կարծում եմ այդքան բարդություն չներկայացրեց, որովհետև Սեկուի հետ հիանալի ժամանակ ենք անցկացրել շոփինգի ժամանակ։ Ինքը շատ օգնել է ինձ, քանի որ փորձել է իրեն գտնի հենց խանութի տեսականուց ինչ կա, առանց իր եսը կորցնելու։ Այն գույնը, որ ընտրել ենք, հենց իրենն է։ Եվ դա սևն է։ Միանշանակ։ Դու նախատեսում էիր ոճերը խառնել, միքսել։ Եվ ի վերջո, ինչ կերպար ստացանք բեմական։ Իրականում բեմական բոլորս պատկերացնում ենք, որ դա պետք է լինի փայլ, չէ, ինչ որ շքեղություն, բայց ամեն դեպքում Սեկուի տարբերակում, քանի որ նա рэպեր է, ես օգտագործել եմ այն հիմնական դետալները, որոնք նրանք կրում են, դա կլինի կաշին, դա կլինի բազմաշերտ հագուստը, կարծում եմ արդեն հեռուստադիտողը ինքը կտեսնի։ Մենք պատրաստ ենք այստեղ հրավիրելու Սեկուին։ Լավ, Սեկու, մենք քեզ սպասում ենք։ Ոնց եք տնում։ Ես տեսնում եմ մեծ փոփոխություն եւ կտրուկ փոփոխություններ, իսկ ինչպես ես դուք ես զգում նոր ոճով Սեկու։ Շատ լավ է։ Մանզերիդ հետ կապված ինչ կասես Սեկու։ Մանզերը շատ բոմբա ստացվի։ Ահա։ Իմ մամայի դերականը։ Կարևորը որ դու հավանել ես եւ ընդունել ես այս նոր կերպարը ամբողջովին։ 100%։ Լավ, իսկ ինչպիսի ելույթ ես պատկերացնում այս նոր ոճով։
Միգուցե մենք էլ մի պահ վայել ենք ինչ-որ հատված։ Այդ մոմենտով սիրում եմ կուզենա միացես սիրուն ռոմանտիկա երգը, անեմ, սիրում կլինի։ Եվ ո՞րն է այդ ռոմանտիկ երգը։ Սիրում եմ քեզ, մոռացել ես, այս վիճակը։ Ռեփից ամբողջովին դուրս եկանք, հա։ Հա, սիրում եմ ասես ճիշտ ասել ռոմանտիկը ռեպը չեմ սիրում, բայց այդ մոմենտը կուզենամ։ Այս պահին այս ոճով պատկերացրեցիր, որ ռոմանտիկ երգ։ Դու me partiso corazón։ Իսկ դասական ոճի տարերը ինչպես ընդունեցիր։ Խուսափում էիր։ Այո, կոշիկը դուր շատ եկա ու Վերնաշապիկը։ Այո, սեդա կարել այսի, կոնկրետ իմ մամա, Սավատանը։ Այո, շատ սիրուն նստասվի։ Շնորհակալություն, ես հավանեցի, էլի գալի եմ կոմոդ։ Չէ, կարևորը որ Սեկուն հավանել է եւ երջանիկ է եւ ժպտում է։ Yes։ Ահա։ Մենք սպասում ենք Սեկու քեզ տեսնել երկրորդ կերպարով։ Արդյոք պատրաստ եմ։ Let's go։ Գնացինք։ Ես ասում եի, չէ որ խենթանալու էներգիա ունի ինքը, հենց այսպես էլ անցել են մեր շոփինգը։ Շատ հետաքրքիր եւ ուրախ։ Այո։ Սեդա պատմիր երկրորդ կերպարի մասին, ինչ խնդիրներ ես փորձել լուծել։ Երկրորդ տարբերակը ամբողջական կերպարը ընտրել ենք այս տարվա տենդենցիային գույնը բուրգունդին, նա մեծ ողջավորությամբ ընդունեց։ Առաջին կերպարը սև, երկրորդը բուրգունդի։ Սեկու կարող ես գալ եւ զարմացնել մեզ։ Այո։ Ինչ շատ է դուր գալիս։ Հաստատ։ Բայց ուզում եմ դու էլ կիսվես քո էմոցիաներով։ Այս նշանակում է, օքեյ։ Ես հասկացա։ Լեովին քեզ հասկացա։ Ուրախ ես ի վերջո, որ մասնակցեցիր այլ ոճով հաղորդմանը։ 100%։ Սեդա հեշտ էր Սեկուի հետ աշխատելը։ Դուք ինքներդ եք տեսնում, որ շատ հեշտ էր։ Եվ շատ հաճելի։ Սեկու ինձ մնում է քեզ մաղթել նոր երգեր, նոր համագործակցություններ եւ թող քո նոր ոճը ստեղծագործական նոր ճանապարհ դառնա քեզ համար։ Շնորհակալություն։ Merci beaucoup։ Դերիեն։ Համոզված եմ Սեկու, որ տղատ անհամբեր սպասում է տեսնել հայրիկի նոր կերպարը, նոր ոճը։ Գնանք եւ զարմացնենք։ Ես հետաքրքիր է, ատեն ոնց կմտածի, ինչ կմտածի։ Վաու, Սեկու մազերը։ Լավն է մանզերը։ Հա, շատ սիրուն է։ Շատ սիրուն է, չէ։ Հա։ Okay։ Ուժը։ Ոնց է մանզերը պատմի։ Շատ սիրուն է, ոնց եք սարքել։ Ոնց են սարքել, մի հատ մատա մանզերը սարքի, բոմբ։ Շատ սիրուն է, եկել է գույնը։ Miroir, dis-moi qui est le plus beau, qui t'a devenu mégalo. Viens donc chatouiller mon ego. Allez, mi amachi. Dacă t'as un football khara, Մեծանալով ֆուտբոլիստներ։ Okay. Իմ եւ Ջեքի քննարկումները տվեցին իրենց արդյունքները։ Ես կարծում եմ դուք նույնպես ինձ հետ համակարծիք կլինեք, որ Սեկուի ամբողջական կերպարը գերազանցեցին մեր բոլորի սպասելիքները։ Merci Seda, մելախպե որ մանզերը գիժանոց սարքեցի։ Ստայլը դուր շատ եկա, ինձ հետաքրքիր է, չի երևի փորձեմ այդ ստայլը, շատ լավ ստացվի։ Սենս, շնորհակալություն բոլորին, պատճում եմ, let's go։